Խաշի սեղանի շուրջ ստեղծվեց առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ 5 տարի հետո նրանից սկիզբ առավ փառատոն, որն արդեն 20 տարի հայկական տեխնոլոգիական աշխարհի ամանորն է։ Մեկնարկել է Digitech 2025-ը, հոկտեմբերի 10-ից 12-ը Երևանը դարձնելով աշխարհի տեխնոլոգիական կենտրոնը։ And we were dreaming to one day to make this a great event for Armenia. Pixart ընկերության հիմնադիրն է Հովանես Ավոյանը, որ Կարեն Վարդանյանի եւ այլոց հետ հիմնադրել է Digitech-ը, պատմում է ինչպես երազանքը դարձավ իրականություն։ Փոքրիկ տարածքում 30 ընկերությունների հետ առաջին Digitech-ը այսօր դարձել է կարևորագույն ՏՏ միջոցառում։ Եվ այս տարիների ընթացքում այն էքսպոից վերածվել է տոնի կոնֆերանսներով, տեխնոլոգիական ցուցահանդեսով, ստարտափների ջեմուղով ու փառատոնային հատվածով։ Digitech-ի վրա արևը մայր չի մտնում այս տարի, ինչպես այն երբեք մայր չի մտնում հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի վրա, ինչպես տեսակ մենք ունենք հյուրեր ամբողջ աշխարհից 24 ժամային բոլոր գոտիներից, Սան Ֆրանցիսկոից մինչև Տոկիո, Սիդնեյ, Փարիզ ու սենց մոտենում է դեպի Երևան։ Այս տարի գրեթե 3 անգամ Digitech-ը մեծ է, սա Հայաստանում տեղի ունեցող ամենամեծ միջոցառումն է։ Ներդրողներ, նորարարներ, ճարտարագետներ, ձեռներեցներ, ՏՏ ոլորտի հայերն ամբողջ աշխարհից տուն են վերադառնում այս օրերին։ 40,000-ից ավելի այցելու 250 առաջատար ընկերություն ցուցահանդեսային հատվածում, ավելի քան 100 տեխնոլոգիական առաջնորդ ՏՏ ոլորտի ամենաթարմ թեմաների մասին ելույթներով։ Գիտության եւ ձեռնարկատիրության մեջ հայկական տաղանդի տեխնոլոգիական արդյունքները նորից մի հարկիտակ են։ Հաջորդ Ռաֆիկ Գրիգորյանները, Նինա Աչաջյանները, Ալեքսիս Օհանյանները գուցե այստեղ են։ Արմաթի սաների շարքում, քանի որ տեխնոլոգիական վերելքները սկսվում են կրթությունից։ Ստեղծել եմ մի 3D տպիչ, որը աշխատում է հին DVD-ների եւ 3D գրիչի մասերով։ Սա կայքն է, որի օգնությամբ մենք կարող ենք տեսնել 3D տպիչը ոնց է աշխատում։ Նաեւ ունենք ծրագիր, որի օգնությամբ կառավարվում է տպիչը։ Մենք իր օգնությամբ տպել ենք այսպիսի բոքսեր։ Մենք տպել ենք իր պատերն ու ներքևի մասը, հետո 3D գրիչով իրանց ամրացրել ենք, ստացել ենք այսպիսի մի դետալների համար նախատեսված փոքր տուփիկներ։ Digitech-ը ստարտափերներին հնարավորություն է տալիս համայնքին ներկայացնել իրենց նորարարական գաղափարները։ Ստարտափ ջեմուղում 84 տաղավար կա։ Ներկայացնում ենք Sea-Free ստարտափը, ինքը հատուկ ակնոցներ են նախատեսված կույր մարդկանց համար, կույր եւ կիսակույր, մի շարք ֆունկցիաներով, օբյեկտների ճանաչում, նավիգացիա, դեմքերի ճանաչում, խոչընդոտներից խուսափում, տեքստեր կարդալ ու նաև արհեստական բանականության լայվ ասիստենտ 24/7 հասանելիությամբ։ Սա ռեալ հեշտացնելու է կույր մարդկանց կյանքը, ինչով է կայանում իր գործառույթը, այսինքն ֆիքսում է պատկերներ, ֆիքսում է իրավիճակ հատուկ սենսորների միջոցով ու ծրագրով ականջակալների միջոցով փոխանցում է կույր մարդուն։ Այսինքն ֆիքսում է դեմքեր, օրինակ կույր մարդու ծանոթ մարդուն, ասում է քո դիմաց քո ընկեր Պողոսն է, կամ խոչընդոտներից ասում է քո դիմաց ծառ, փոս, գիտեմ, ինչ-որ բաներ կան։ Շարունակում է ակտուալ մնալ անօթաչու թռչող սարքերի թեման, ոմանք դրանք կատարելագործում են, ոմանք ուսուցանում։ Այս վերջում ինչքան դրոնային պատերազմները շատացան, այնքան սկսեց հակա զենքերը մշակվել, էլի, այսինքն կան լուրջ բաներ կան, բայց շատ թանկ են իրանք։ Դրա համար պետք է մշակել սեփական է, էլի։ 360 կամերան է, այնտեղ ինքը անկյուն է տալիս եւ հեռավորություն, հա, միկրոֆոնային համակարգը, որ կարող է ճանաչի ձայնով եւ այլ։ Ստերեոսկոպիկ կամերան, այսինքն զույգ կամերա է, որ հեռավորություն եւ եռաչափություն որոշելու համար։ Անգլի առաքելությունն է Հայաստանում տարածել ԱՑՍ մշակույթը ու տարածել դա բացառապես գիտելիքահեն միջոցառումներով։ Հիմա տեսեք, այս անօթաչուները իրականում միանգամից եթե իրական սարքերը վարենք, այստեղ վերևում կախված կարող ենք տեսնել, եթե միանգամից փորձենք այս իրական սարքերը վարել, կտևի ընդհանուր թռիչքը մոտավորապես երևի թե 4-5 վայրկյան, որտեղ դրանից հետո միանգամից անօթաչուն կընկնի։ Ու որպեսզի 4-5 վայրկյան չտևի, սովորելու գործընթացում սկզբի փուլում մենք օգտագործում ենք մարզասարքեր, որոնք որ սիմուլացնում են թռիչքը վերիրային պայմաններում, վիրտուալ պայմաններում, ինչի միջոցով կարողանում ենք առանց սարքերին վնաս հասցնելու պարապել։
Այս տարվա Digitech-ի եւս մեկ առանձնահատկություն Էրեբունի Երևանի 2806-րդ տարեդարձն ու Digitech-ի 20-ամյակը այս տարի համընկել են։ Քաղաքապետարանը ներկայանում է առանձին Երևան տաղավարով, ներկայացնելով քաղաքում իրականացվող տեխնոլոգիական եւ խելացի լուծումները։ Digitech-ն ամփոփում է նախորդ 20 տարիների հաջողություններն ու թևակողում նոր փուլ միջազգային ճանաչման, իսկ մինչև դա առաջարկում են միասին անցկացնել տարվա ամենատեխնոլոգիական օրերը։ Այսօր տոն է, որի մասին ամբողջ տեխնոլոգիական համայնքը երազել է 20 տարի։ 20 տարի առաջ հիմնադրվեց Digitech-ը եւ երջանկահիշատակ Կարեն Վարդանյանի երազանքը կարող ենք ասել այսօր իրականություն է դառնում։ Digitech-ը այլևս միայն տեղական միջոցառում չէ, միայն էքսպո չէ, վայելեք գիշեր-ցերեկ 24 ժամ, 3 օր, 2 գիշեր պարտիներ, երաժշտություն, բոլոր առաջնորդները տեխնոլոգիական տեղական եւ դրսից, նույնիսկ առավոտյան ունենք վազք ձորում, ովքեր որ վազում են, համեցեք վազելու, միասին գնանք սպորտով զբաղվենք։